Վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանագրմամբ Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներում խոր կադրային ճգնաժամ է։ Նա այդ մասին ընդգծեց դպրոցի տնօրենների ընտրության ու նշանակման մրցութային համակարգում փոփոխությունների նախագծի քննարկմանը։ Նշվեց 437 դպրոց անցել է կառավարման նոր ձևաչափի, 138-ում տնօրեն է նշանակվել։ Ճիշտ հասկացած ես, որ մենք տնօրենի թափուր տեղ ունեցող դպրոցներից միայն 30%-ում ենք մինչև այսպա կարողացել նշանակել տնօրեն։ Հաջորդը, ես ճիշտ հասկացած ես, որ 100 տեխնացուից 13-ն է հաղթահարում ծրագրի պաշտպանության, դպրոցի զարգացման ծրագրի պաշտպանության փուլը։ Այո։ Ես ճիշտ հասկացած ես, որ 13 հոգուց ըստ էության 5-ն է, որ հաջորդ փուլում կամ նույնիսկ ավելի քիչն է, որ հաջորդ փուլում արդեն ռեալ հավակնում է, նշանակում է տնօրեն չափանիշներին համապատասխանելու բերումով։ Հիմա ստացվում է, որ 100 հավակնորդից 5 հոգին է, որ մեր ստանդարտին համապատասխանում է։ Սահմանվել են նոր կարգավորումներ զարգացման ծրագրերի փորձաքննության և տնօրենների նշանակման գործընթացում։ Նախարարը մանրամասնեց զարգացման ծրագրի տվյալների փոխանցման, արտահոսքի, շահերի բախման համագործակցության կասկածի դեպքում փորձաքննող կազմակերպության հետ կլուծվի պայմանագիրը։ Զարգացման ծրագրի դրական եզրակացություն ունեցող հավակնորդը 2 անգամ հարցազրույցի փուլը չհաղթահարելու դեպքում պետք է կրկին զարգացման ծրագիր ներկայացնի, եթե հանձնաժողովը բացասական է գնահատել զարգացման ծրագրի որևէ բաղադրիչ։ Պարզաբանեմ, որ երբեմն պարզ է դառնում հարցազրույցի ընթացքում, որ հավակնորդը առնվազն չի հանդիսանում զարգացման ծրագրի հեղինակը։ Հաջորդ կարգավորումը այն է, որ նախագծով հավակնորդին տնօրենի պաշտոնում նշանակվելու հնարավորություն է ընձեռվում փորձաշրջանով, հանձնաժողովի անդամների 4 դրական եզրակացության դեպքում։ Վարչապետը առաջարկում է տնօրենների հավակնորդների համար անցկացնել նախապատրաստական դասընթացներ։ Ոչ մեկի թույլ չտանք տնօրենի մրցույթի մասնակցի, մինչև ինքը դասընթացը չգնա, չսովորի, չավարտի եւ բան չստանա, սերտիֆիկատ չստանա, որ ինքը մենք մինչև այս ինչ որ հավաստագրի մեխանիզմ ունեինք, հա, բայց կարևորը որ բան չլինի, վարորդական իրավունքի նման չլինի։ Կարևորը որ դա ռեալ լինի, որովհետեւ էլի եմ ասում, դպրոցի տնօրենը մենք այդ վատ պատկերացում է, որ լավ ուսուցիչը կարա լավ տնօրենը լինի։ Վարորդականի հետ համեմատության հետ կապված Փաշինյանը մեջբերեց իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ քաղաքացիների փոքր խմբի հետ վերջին հանդիպում քննարկումը։ Կարող ենք ասել, որ երկրում մեքենավարողների 70%-ը չունի անհրաժեշտ հմտություններ։ Վարչապետի հարցին լսարանի արձագանքն է եղել 95%-ը։ Եթե կարելի է վարորդ լինել չիմանալով մեքենա քշել, ինչի՞ չի կարելի լինել կառավարիչ չիմանալով կառավարել։ Ինչի։ Եթե դա հանրության մեջ կոնսենսուս է, որ կարելի է տենց, ինչ տարբերություն, ինչ մեքենա ես վարում։ Եվ մենք պետք է խոստովանենք 7 տարվա մեջ վերակենում առավոտից իրիկու ասում եմ, այս կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում։ Հա, կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, հարգելի գործընկերներ։ Իսկ գիտեք ինչի է ճգնաժամ։ Որովհետև մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 եւ ավել տոկոսում մանկապարտեզ չկա, երբ որ դպրոցների 70 եւ ավել տոկոսը կիսավերված է ֆիզիկական եւ բովանդակային առումով, չի կարող այդտեղ չլինել կադրային սով։ Կան լավ կադրեր, այո, կան լավ կադրեր։ Փոքր խումբ, որոնք 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 միլիոն դրամով աշխատում են Հայաստանում, Հայաստանից դուրս։ Եվ չեն էլ գա աշխատեն կառավարությունում, եւ եթե մենք այս պարզությամբ եւ այս ուղղությամբ եւ այս ազնվությամբ հարցերին չնայենք, մենք շանս չունենք ընդհանրապես։ Ըստ վարչապետի խոսքը վերաբերում է ընդհանրապես կառավարման համակարգին։ Ինչ ունենք անելու, որ ավելի լավ կառավարել սովորենք։ Հարցը Նիկոլ Փաշինյանը նաև հակակոռուպցիոն խորհրդի վերջին նիստին է բարձրացրել։ Հիշեցրել հակակոռուպցիոն քաղաքականության ռազմավարությունը ընդունելիս ամրագրվել է, որ պետական կառավարման մարմիններում հակակոռուպցիոն դասընթացներ անցկացվեն, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Ոչ մեկի մտքով չի անցել, որովհետև մենք ամեն ինչ գիտենք։ Մեր ինչին է պետք տենց բանը։ Մենք ամեն ինչ գիտենք, բա որ ամեն ինչ չգիտենք, ինչ գործ ունենք, որ հայտնվել ենք այս կբանում, այս դահլիճում, ուրեմն մենք ամեն ինչ գիտենք, բացարձակապես մեզով պետք է բան սովորացնի, մենք պետք է բան սովորացնենք։
Եվ սա այս դահլիճի, այս աթոռի տասնամյակների խնդիրն է։ Ավելի քան 525 միլիոն դրամ կհատկացվի մեկ դպրոցի մեկ մասնաշենքի նորոգման, 82 դպրոցի նորոգման համար, տեղսնության, չափագրության եւ նախահաշվային փաստաթղթերի մշակման համար, մեկ դպրոցի մարզադահլիճի գազիֆիկացման, նորոգվող 21 դպրոցի հսկողության գումարների ապահովման համար։ Իրատեսական համարում ենք, որ մի տարվա ընթացքում, այսօրվանից սկսած մի տարվա ընթացքում, մի տարի մենք կկարողանանք այս ծրագիրը իրականացնել։ Ցանկումներ արված 120 նորոգվող դպրոցները բոլորը պետք է ավարտված նորոգված լինեն մինչև 2026 թվականի ամռան ամիսները, որպեսզի սեպտեմբերին արդեն այդ դպրոցներում հնարավոր լինի նոր միջավայրում դասապրոցես կազմակերպել։ Մենք այս տարեվերջին արդեն թվով մոտավորապես 80-ից 100 նորոգված դպրոցներ կունենանք։ Վարչապետը դպրոցաշինության ծրագիրը կարևորում է այն հանգամանքով, որ այն հնարավորություն է տվել գույքագրել հանրապետության բոլոր դպրոցների շենքային պայմանները։ Նա հայտարարեց, որ 300 դպրոց ծրագիրը առաջիկայում պետք է տարածվի բոլոր դպրոցների վրա։ Մայա Խաչատրյան, լուրեր։